1990-ականներից սկսված գենդերային ուսումնասիրությունները միգրացիայի ասպարեզում բավականին ակտիվացան եւ սա շատ կարեւոր էր, որովհետեւ մինչ այդ գենդերը ավելի շուտ հանդես էր գալի որպես դեմոգրաֆիական տվյալ եւ շատ չէին ուսումնասիրությունները, որոնք կենտրոնանում էին այդ գենդերի մշակութային, սոցիալական, քաղաքական ասպեկտի վրա։ Եվ երբ որ լռությունից դուրս եկավ գենդերի հարցը, շատ այլ ասպեկտներ էլ միգրացիայում դուրս ելան եւ նոր տեսանկյուններ ոնց որ առաջացան։ Որ ասվում է գենդերային ասպեկտ, սովորաբար կանանց վրա է ուշադրությունը դարձվում եւ այստեղ շատ քիչ կտեսնենք հետազոտություններ, որոնք հենց տղամարդկանց գենդերային կողմին են անդրադառնում։ Հիմնականում խոսքը կանանց մասին է լինում։ Եվ սա բավականաչափ ազդված էր հենց գենդերային տեսություններով, gender studies-ով ու շատ կարևոր դերակատարություն ունեին այս գործում նաև սոցիալական մարդաբանները։ Հետաքրքիր է, երբ որ կանայք են պատմում իրենց միգրացիոն փորձի մասին, ի տարբերություն տղամարդկանց, նրանք շատ հաճախ անդրադառնում են իրենց ընտանեկան կարգավիճակին, երբ պատմում են օտար երկրում իրենց աշխատանքի կամ բնակության փորձի մասին եւ հաճախ զուգահեռներ են անցկացնում այդ ընթացքում իրենց ընտանեկան կարգավիճակի մասին, եթե երեխաներ ունեն, երեխաների մասին են պատմում կամ ծնողների, մարդկանց ում թողել են հայրենիքում կամ ընտանիքի անդամներ, ովքեր ինչ-որ ձևով ազդվում են դրանից։ Տղամարդկանց պատմություններում շատ ավելի քիչ ենք լսում դրա մասին։ Տղամարդիկ կարողանում են պատմել զուտ իրենց աշխատանքի մասին, որքան են վաստակում, ինչ աշխատանք են անում, պատճառների մասին, երբ խոսում են ավելի սոցիալ-տնտեսական պատճառների են անդրադառնում, շատ քիչ են կապում իրենց փորձառությունը ընտանիքի փորձառության հետ։ Եվ սա մի բան է, որը մցրեց կարևոր առանձնահատկություն միգրացիայի ուսումնասիրություններում, որոնք կենտրոնացած են գենդերային ասպեկտի վրա։ Բաստեն մի կողմից ձևը, թե ինչպես են կանայք պատմում, բայց մյուս կողմից նաև սոցիալական մարդաբանների կողմից հետաքրքրությունը այս ոլորտում նպաստեց նրան, որ ընտանիքը եւ ընտանեկան կարգավիճակները, երեխաները, ընտանիքի այլ անդամները, ընտանեկան հարաբերությունները դարձան միգրացիոն ուսումնասիրությունների կարևոր թեմա։ Փաստորեն սա այդ առանձնահատկություններից մեկը ես նշեցի, որը հատուկ է գենդերային ասպեկտի ուսումնասիրությանը միգրացիայում։ Մեկ այլ ասպեկտ այն է, որ հաճախ այս ուսումնասիրություններում, այսինքն միգրացիային ուսումնասիրություններում, որոնք կենտրոնացած են գենդերային կողմի վրա, մենք ավելի բազմասցենար մոտեցումներ ենք տեսնում, հա։ Օրինակ, եթե գենդերացված մոտեցում չի լինում ուսումնասիրություններում, շատ հաճախ գործոնները բավականին ունիվերսալ տեսանկյունից են դիտարկվում։ Օրինակ, համարվում է, որ դրամական փոխանցումները նպաստում են երկրի զարգացմանը կամ ընտանիքի բարօրությանը եւ այդ նյուանսները, թե որ դեպքում է դրամական փոխանցումը ինչ ազդեցություն ունենում կամ դրամական փոխանցումները միգրացիայի նպատակակետ երկրից ինչ միջոցներով, ինչ արագությամբ եւ ինչ ծավալով են տեղ հասնում դեպի միգրանտի ընտանիք։ Այս նյուանսները սկսեցին դուրս գալ այն ժամանակ, երբ որ գենդերային ասպեկտի վրա շեշտադրումը ուժեղացավ, որովհետեւ առնվազն երկու տարբեր սցենար էր դիտարկվում կանանց պարագայում եւ տղամարդկանց պարագայում, բայց նույնիսկ կանանց պարագայում ավելի ուշ կանդրադառնամ ինչու այդ սցենարները էլ ավելի բազմազանացան։ Այս մոտեցումը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ մեզ օգնում է մեկից ավել հնարավոր դեպքեր հասկանալ եւ ավելի լայն շրջանակ տեսնել իրողության, այլ նաեւ հարց տալ, իսկ որ պարագայում է, որ այս սցենարով է ընթանում գործընթացը, որ պարագայում է, որ այլ սցենարով է ընթանում եւ խթան է, որ ուսումնասիրողներից մտածել այդ գործոնների, պատճառների, ազդեցությունների մասին։ Մյուս առանձնահատկությունը, որը առավել եւս ապահովում է այդ բազմասցենար մոտեցումը հենց կանանց վերաբերյալ հետազոտություններում, այն է, որ հաճախ գենդերային կողմը ուսումնասիրողները շատ են անդրադառնում մշակութային համատեքստին, որտեղ որ գործընթացները տեղի են ունենում։ Հաճախ կարելի է կարդալ կանանց վերաբերյալ հետազոտություններում այն մասին, թե ինչպես է մշակույթը արձագանքում կանանց միգրացիային, մի բան, որ էլի տղամարդկանց պարագայում գրեթե չես հանդիպում։ Իսկ կանանց ուսումնասիրություններում
շատ հաճախ ես տեսնում, թե ինչպես մշակույթը օրինակ խրախուսում է կանանց աշխատանքային միգրացիան կամ ընդհակառակ դատապարտում է, կան մշակույթներ, որ կանանց միգրացիան չի խրախուսվում, կանանց աշխատանքային միգրացիան հատկապես, որովհետև համարվում է, որ կանայք, ովքեր այդ հասարակության եւ ընտանիքի կամ ընտանիքի տղամարդկանց վերահսկողությունից դուրս են, նրանք ավելի այդ կասկածի տեղիք են տալիս իրենց համապատասխանության մշակույթի նորմերի։ Կան նաև մշակույթներ, որոնք ընդհակառակը խրախուսում են կանանց հատկապես աշխատանքային միգրացիան, որովհետև նրանց համարում են բարեխիղճ դրամական փոխանցում ուղարկողներ։ Այսօր կուզեմ խոսել այդ հղացքի մասին, դիսկուրսի մասին, այն մասին, թե ինչպես են կանայք պատմում իրենց պատմությունը եւ ինչ հղացքի մեջ են մտցնում եւ ցույց կտամ, որ դա ոչ միայն պարզապես համատեքստ է միգրացիոն փորձառությունը ներկայացնելու համար, այլ նաեւ գործոն է, որը պայմանավորում է միգրացիայի ազդեցությունը կանանց վրա։ Սա շատ կարևորում եմ այս ասպեկտը, որովհետև շատ հաճախ միգրացիան ուսումնասիրվում է զարգացման տեսանկյունից, միգրացիան ինչպես է նպաստում միգրանտ ուղարկող երկրի զարգացմանը եւ միգրանտ ընդունող երկրի զարգացմանը, եւ այդ զարգացումը շատ հաճախ դիտարկվում է որպես տնտեսական զարգացում։ Եվ եթե փորձում ենք բազմազանացնել, այդ ազդեցությունը եւ զարգացումը դիտարկում ենք տարբեր տեսանկյուններից, հետաքրքիր ասպեկտ է դիտարկել, թե կանանց վրա ինչպես է ազդում։ Եվ ավելի հաճախ հավանաբար կհանդիպենք այն մոտեցմանը, որ աշխատանքային միգրացիան հատկապես այն պարագայում, երբ որ կինն է մեկնողը, նպաստում է նրա հզորացմանը, որովհետև թվում է նա գումար է վաստակում, անկախանում է, հեռվանում է իր հասարակության վերահսկողական համակարգից, կարողանում է իր նպատակները ռեալիզացնել։ Մյուս կողմից, եթե կինը ոչ թե աշխատանքային միգրանտն է, այլ մնացողն է, թվում է, թե նա ավելի շատ պատասխանատվություն է կրում եւ ավելի մեծ կարողություն եւ անհրաժեշտություն ունի որոշումներ կայացնել, քանի որ համայնքում իր ընտանիքը ինքն է ներկայացնում, նա ավելի ակտիվ պետք է լինի համայնքային կյանքին։ Եկեք հասկանանք հայկական օրինակով եւ զուգահեռը տանելով Վրաստանի օրինակի հետ, հասկանանք, թե այս ամենը ինչպես է երևում մեր կովկասյան իրողությունում։ Ինչու եմ վերցրել համեմատությունը վրացական դեպքի եւ հայկական, որովհետեւ մի կողմից բավականին նմանություն ունենք մշակութային առումով, որովհետեւ նույն նման մշակույթ ունեցող երկրներից ենք, բայց մյուս կողմից կանանց ներգրավվածությունը միգրացիայում ճիշտ հակառակ է։ Եթե Վրաստանում շատ են աշխատանքային միգրանտ կանայք, ովքեր մեկնում են, որոշ դեպքերում ընտանիքը թողնում են, որոշ դեպքերում ընտանիքով մեկնում են հատուկ աշխատանքի արտերկիր, ապա Հայաստանում կանանց մասնակցությունը միգրացիային ավելի պասիվ է, այն առումով, որ նրանք միգրանտների կանայք են, ովքեր սպասում են տանը եւ իրենց վրա են վերցնում ընտանիքի հոգսերը, երեխաների եւ մեծերի խնամքը, մինչդեռ իրենց ամուսիններն են մեկնում աշխատելու։ Երկու դեպքում էլ թվում է, որ կան ասպեկտներ, որոնք պետք է հուշեն միգրացիայի դրական ազդեցությանը այս կանանց հզորացման վրա եւ կանանց դերի մեծացման վրա, բայց ավելի շուտ մենք տեսնում ենք այլ միտում եւ այդ միտումը ես փորձելու եմ բացատրել նրանով, որ միգրացիոն պատմությունները, որոնք պատմվում են բավականին պատրիարխալ դիսկուրսի տեսանկյունից եւ դրա համար անհատական փորձառությունները չեն դառնում հանրային փորձառություններ եւ չեն փոխում հանրային կյանքում կամ համայնքի կյանքում ինչ-որ մի բան։ Վրացի կանանց աշխատանքային միգրանտ կանանց վերաբերյալ հետաքրքիր ուսումնասիրություն կար, Հոֆման եւ Բաքլի հեղինակներն էին անդրադարձել այդ հարցին։ Նրանք բարձրացում էին այն թեզը, որ երբ որ այս կանայք պատմում են իրենց պատմությունը, շատ խիստ ընդգծում են
երկու բան, առաջինը, որ իրենք խիստ ստիպված են եղել մեկնել եւ ոչ մի այլ ընտրանք չեն ունեցել, եւ երկրորդը, որ իրենք բացառիկ դեպք են։ Փաստորեն ինչ է ստացվում, կանայք մեկնում են աշխատանքի, գումար են վաստակում, իրենց ընտանիքը պահում են Վրաստանում, բավականին մեծ հոգս են իրենց վրա վերցնում, բայց երբ որ դրա մասին պատմում են ոչ թե որպես նորմալ երևույթ, այլ բացառիկ երևույթ։ Եվ միշտ երբ որ խոսում են իրենց փորձառության մասին, փորձում են շեշտել, որ իրենցը տարբերվում է, որ իրենք ի տարբերություն շատերի այնտեղ գնացել են գումար վաստակելու եւ հաջողել են եւ իրենց ամուսինը դեմ չի եղել եւ իրենք կարողացել են երեխաներին խնամել այդպես, բայց դա տարածված չի, ավելի հաճախ շատ վատ է ավարտվում, շատ վատ ելք են ունենում այն դեպքերը, երբ կինը թողնում է ընտանիքը երեխաներին, մեկնում է արտերկիր եւ այնտեղ թե կասկածել է ինչով է զբաղվում, թե երեխաներն են տուժում, թե ամուսինն է շատ վատ դրան նայում եւ թե ընդհանրապես հասարակությունը։ Փաստորեն տեսնում ենք, երբ որ կինը պատմում է իր փորձառության մասին որպես հոգատար մոր փորձառություն եւ իրավիճակի դրդմամբ մեկնած մեկը, նա այնուամենայնիվ շեշտում է իր պատմության մեջ այն մյուս կողմը, որը համարում է նորմալ, որովհետեւ իրենը համարում է բացառիկ, շեշտում է մյուս կողմը, երբ որ երեխաները տուժում են կնոջ մեկնելուց, մինչդեռ տղամարդու մեկնելուց չեն տուժում։ Ուզում եմ մի փոքր հատված կարդալ, որպեսզի հենց կնոջ խոսքով տեսնենք ինչպես է դա արտահայտվում։ Ամեն ինչ լավ էր, որովհետև ամուսինս այդքան լավ մարդ է, բայց սովորաբար եթե մեկը պետք է լքի, թող դա ամուսինը լինի, իսկ կինը թող մնա տանը։ Կինը պետք է մնա եւ տանը հետևի։ Այդպես է, երբ կինը լքում է, դա շատ վատ բան է։ Սա պատմում է կին, որը հաջողված միգրացիոն պատմություն ունի եւ փաստորեն իր ամուսինը սատարել է իրեն, մեկնել, ինքը մեկնել է եւ բավականին մեծ հոգս իր վրա է վերցրել եւ ընտանիքը այդ դժվար տնտեսական իրավիճակում կարողացել է պահել, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ հստակ իր փորձառությունը որպես բացառիկ բան է ներկայացում եւ ոչ թե որպես նորմալ բան։ Եվ երբ որ շեշտում է իր միգրացիոն փորձառության բացառիկությունը, նա կարծես նորմալիզացնում է միգրացիայի բացասական կողմը, կնոջ աշխատանքային միգրացիայի դիմելու բացասական կողմը։ Սա բավականին տարածված ձև է փորձը ներկայացնելու եւ ցույց տալու, թե որն է տարածված դիսկուրսը, որը մենք տեսնում ենք ավելի շատ այդ պատրիարխալ մոտեցումն է եւ կնոջ եւ տղամարդու դերերի բաժանման ավանդական մոտեցում, երբ որ կինը պետք է երեխաներին խնամի, իսկ տղամարդը աշխատի։ Եվ այստեղ կարևոր է շեշտել, որ սովորաբար այսպես են իհարկե մոտենում այն ընտանիքներում եւ կնոջ դերը երեխաների գործում շեշտում են այն ընտանիքներում, որտեղ որ տղամարդը ավելի քիչ էմոցիոնալ եւ ժամանակային ներգրավվածություն է ունենում երեխաների խնամքում, որովհետեւ այն պարագայում, երբ տղամարդը մասնակցում է, այդ ընտանիքը հասկանում է, որ երեխաները նաեւ հոր կարիքն են զգում եւ հոր բացակայությունն է նաև երեխաների վրա վատ անդրադառնում։ Մյուս օրինակը, որ կկարդամ, արդեն հայկական օրինակ է, որը կնոջ խոսքն է, կնոջ մեկնաբանությունն է իր ամուսնու բացակայությանը։ Հատվածը, որ կկարդամ, Սինարա Նավոյանի հետազոտությունից է, իրականացված Գեղարքունիքի մարզում։ Ուրեմն կինը պատմում է. Եթե ամուսինս բացակա է, եթե հարց է լինում, ես գնում եմ գյուղապետարան, դե սովոր չեմ, դժվար եմ տանում, որ պիտի ամուսինս աներ, ես եմ անում, քաշվում եմ, ամաչում եմ, թե ինչի պետք է գնամ գյուղապետարան, բողոքս արտահայտում եմ ամուսնուց, ինչի պիտի ամուսինս տեղ չլինի, եթե ինքը լիներ, ինքը կաներ, դե այդ տղամարդու գործ է, տղամարդը պիտի տղամարդու հետ շփվի, տան հարցերը լուծի, կինն էլ մնա իր դերում։ Կնոջ դերը տունը մաքրելն է, եփել թափելը, երեխաներին խնամելը, դաստիարակելը։ Համայնքային միջոցառումներին հարսանիք բան մասնակցում եմ ես մենակ, երբ ինքը գալիս է, իրար հետ ենք մասնակցում։ Այստեղ էլ փաստորեն հստակ տեսնում ենք, որ այն ակնկալիքը, որ երբ կինը մենակ է մնում եւ արդեն ստիպված է մասնակցել համայնքի կյանքին, միևնույնն է
դա չի դրդում նրան մասնակցել, որովհետև շատ հաճախ կանայք շարունակում են կիսել այդ պատրիարխալ մոտեցումը եւ փորձում են իրենց վարքը եւ իրենց պատմությունները հարմարեցնել այդ տարածված ավանդական դերերի մասին պատկերացումներին եւ պատրիարխալ դիսկուրսին։ Ու այստեղ էլ շատ ընդգծված կինը ասում է, որ ամեն կերպ փորձում է խուսափել, որովհետեւ դա ճիշտ չի համարում, որ կինը գնա եւ ամենակարևորը այդ տղամարդու մեկնումը ինքը իր վրա այդ պատասխանատվությունը վերցնելը համարում է որպես շատ տխուր մի բան, հա, ստիպված ենք մենք վատ պայմաններում ենք եւ ամուսինս թողել է գնացել է աշխատելու ու այս ծանր պայմաններն են, որ ինձ բերել են այս իրավիճակի մեջ։ Փաստորեն այս տեսանկյունից է պատմվում եւ ոչ թե մի բան, որ հնարավորություն է տրվել ավելի ակտիվ մասնակցելու հանրային կյանքի, ավելի մեծ դերակատարություն ունենալ թե ընտանիքում որոշումներ կայացնելու հարցում եւ թե առավել եւս համայնքի կյանքում որոշումներ կայացնելու գործում։ Շատ հետաքրքիր է, որ միգրացիան եւ փորձառությունները, նաև այդ վերաբերմունքը, դրա մասին պատմելու ձևը էլ ավելի է ընդգծում տղամարդու դերը, որովհետև հատկապես Հայաստանում, երբ որ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի եւ ընտանիքի եկամտի զգալի մասը, եթե ոչ ամբողջ ապա զգալի մասը կախված է լինում տղամարդու վաստակած գումարից, նրա դերակատարությունը որպես ընտանիքը պահող շատ ավելի է մեծանում։ Եվ այստեղ հետաքրքիր հատված կա, թվում է թե տղամարդու մեկնումով շատ ավելի հոգսեր կնոջ վրա են մնում եւ նա ավելի մեծ զբաղվածություն է իր վրա վերցնում, բայց նույնիսկ դա իր դերակատարությունը չի մեծացնում, որովհետեւ այսպես են օրինակ պատմում այդ ամենի մասին։ Ամուսինս ավելի շատ էր աշխատում հողի վրա, ես ցանում եմ, բջարում եմ, ինքը ջրում էր, ծառերին էր հետևում, իրանց գործը շատ է, միշտ այդպես է եղել, բա իհարկե չգիտես, որ տղամարդը միշտ ավելի շատ է աշխատում, տան գործն ինչ է, տունը միշտ կա ու կա, ինքը տղամարդ է, շատ է աշխատում ու շուտ է հոգնում։ Այստեղ էլ էլի տեսնում ենք փաստորեն այդ ընդգծված հոգատարությունը ավելի շատ աշխատող տղամարդու մասին, որը հետաքրքիր է զուգահեռ դիտարկել աշխատանքի մեկնող կնոջ կերպարի հետ, հա, որին ավելի շատ մեղադրում են ընտանիքը թողելու եւ վատ մայր լինելու մեջ, մինչդեռ տղամարդու պարագայում հստակ տեսնում ենք, որ հակառակն է լինում այդ ընդգծված ներդրումը, մեծ ներդրումը ընտանեկան բյուջեում եւ այլ պատճառներ շեշտում են նրա հոգատարությունը ընտանիքի հանդեպ, նրա նվիրվածությունը եւ այդ կարեւորությունը նրա մասին հոգ տանել, որովհետեւ նա շատ է հոգնում։ Այս համեմատությունները հետաքրքիր են եւ կարեւոր են ոչ միայն այն առումով, որ թույլ են տալիս համեմատել տարբեր իրողություններ եւ տեսնել տարբեր սցենարներ աշխատանքային միգրացիայի, այլ նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է տարբեր փորձառությունները կախված սեռից պատմվում եւ թե ինչպես այդ պատմելու ձևը դառնում է գործոն կանանց հզորացման շանսը կորցնելու։ Այսինքն, եթե թվում է, որ սոցիալական եւ տնտեսական գործոնները հնարավորություն են տալիս, որպեսզի կինը ավելի շատ մասնակցի որոշումների կայացմանը, ավելի ֆինանսապես անկախ լինի եւ կարողանա ավելի մեծ ազատություն իր որոշումների մեջ զգալ, ձևը, որը պատմվում է եւ այն դիսկուրսը, որի մեջ ներդրվում է, իր պատրիարխալությամբ խոչընդոտում է այս գործոնների ազդեցությանը կնոջ հզորացման վրա եւ փաստորեն այդ շանսը կորսվում է։